Բարև ձեզ, Ամեկ Բլյուսի եթերում հարցազրույցն է եւ այսօր մեր տաղավարում է ազգային ժողովի падգամավոր Գեղամ Նազարյանը։ Բարև ձեզ, պարոն Նազարյան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար։ Քանի որ Հայաստանի վերջին ներքաղաքական կարևոր ակնառու իրողությունը Գյումրիում տեղ ունեցած ավագանու ընտրություններն էին, նաև Փարաքարում, իհարկե Գյումրիում էր ավելի շատ աղմկոտ կամ ավելի հետաքրքրաշարժ իրադարձություններ տեղ ունեցան կամ ընտրության արդյունքներ, անդրադառնանք դրանց։ Դուք ձեր Facebook-յան էջում մի փոքր անդրադարձ կատարել եք դրան, այնուամենայնիվ գիտեք ինչ արդյունքներ են գրանցվել եւ սպասվում է հիմա ընտրություններ արդեն կառաջադրվի բնականաբար Վարդան Ղուկասյանը, նրան արդեն իր աջակցությունն է հայտնել Մարտուն Գրիգորյանը, որը երրորդ տեղն էր զբաղեցնում, եւ իշխանությունները նույնպես հայտնում են, որ քանի որ իրենք ամենաշատ ձայներն են հավաքել, ինչու՞ չպետք է առաջադրեն իրենց տեխնացուին որպես քաղաքապետի տեխնացու, ամեն դեպքում ձեր կարծիքով պարզ է արդեն արդյունքները Վարդան Ղուկասյանն է դառնալու Գյումրիի քաղաքապետը, թե անակնկալներ կարող են լինել, կարող է Սարիկ Մինասյանն էլ ԿՊ-ի ներկայացուցիչ ընտրվել կամ ի վերջո Վարդան Ղուկասյանին ճիշտ է Մարտուն Գրիգորյանը խոստացել է, որ կտա ձայները, բայց անակնկալներ կարող են լինել։ Ինչ սցենար կլինի։ Ես հիմա չեմ ուզի, որ մենք փորձենք կռահել, թե ինչ կլինի։ Ես ուղղակի իմ տեսակետը հայտնեմ, որ եթե բոլորը միասին ինձ հարցնեին, թե այս իրավիճակում որն է ճիշտը, ես կասեի ճիշտը նոր ընտրություններն են 6 ամիս հետո, որովհետև այս կառուցվածքով, այս մարմնի անդամներով ինքը չի աշխատելու ավագանին, որովհետև նույն Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը նշանակում է, որ ավագանին չի աշխատելու։ Եթե նույնիսկ քաղաքապետ ընտրվի, ինչին ես էլի եմ կասկածում, որ կընտրվի, Վարդան Ղուկասյանին նկատի ունեմ, եթե նույնիսկ ընտրվի, այդ ավագանին չի աշխատելու, որովհետև Մարտուն Գրիգորյանը ասել է, որ ընդամենը 2 ձայն եմ առաջարկում, այն էլ միայն ընտրության համար եւ ինքը կոալիցիայի մաս չի կազմում։ Սա նշանակում է, որ հետո իրենք ազատ են, կարող են մասնակցել, կարող են բոյկոտել, կարող են այլ կերպ քվեարկել, այսինքն որոշումներ կայացնելու համար ավագանին ձայներ չի ունենալու։ Սա պարզ է, ես հիմա չգիտեմ, սա միայն ես եմ նկատել, թե բոլորը նկատել են, բայց ինչ պատճառներով լռում են, բայց էսա մեզ սպասում։ Բայց չէ՞ որ նրանք ունեին մեկ հիմնական նպատակ, անկախ նրանից կհամագործակցեն թե ոչ, դա գործող իշխանություններից հեռացնելն է Գյումրիից սկսած։ Շատ լավ հարց տվեցիք, սա մեկ անգամ եւս ապացուցում է, որ դա չի կարող նպատակ լինել։ Դա չի կարող նպատակ լինել։ Ինչ է նշանակում, մեր նպատակն է, որ ասենք Գյումրիում կամ այսինչ տեղը ԿՊ-ն չանցնի, բայց գլխավոր ավելի նպատակ կա, իսկ ով պիտի լինի, ինչ ծրագրով, ինչ մտքերով եւ ինչ ապագայի տեսլականով։ Լավ, եկեք ընդհանուր, ասենք այո, ամեն ինչ անում ենք, որ ԿՊ-ն դա ստացվում է, այո, մի 50%-ը, բայց այն կարևոր 50%-ը մնում է, երբ որ չկա հստակ պատկերացում, թե ով է փոխարինելու ԿՊ-ին եւ ինչի համար եւ ինչ անելու համար, այստեղ արդեն խնդիրներ են առաջանում եւ այստեղ արդեն իմացած լինում եւ հանկարծ ԿՊ-ի այլընտրանքը դառնում է սկանդալներով լեցուն, մեղմ ասած սկանդալներով լեցուն Վարդան Ղուկասյանը։ Ինչի այլընտրանք չկա, այլընտրանք ասելով դուք միայն Գյումրի նկատի ունեք, թե ընդհանրապես։ Չէ, այս դեպքում խոսում ենք Գյումրիի մասին, հուսով եմ Հայաստանում շատ ավելի լուրջ ուժեր կարող են այլընտրանք ստեղծել։ Երեք Մարտուն Գրիգորյանին պաշտպանած գործիչներից մեկը ասում էր ԿՊ-ին էր առաջարկում, որ հակառակը նրանք փորձեն Մարտուն Գրիգորյանին առաջադրեն կամ համագործակցության գնան, ընտրեն քաղաքապետ, այդ դեպքում արդեն Վարդան Ղուկասյանին սատարելը կամ քաղաքապետ դարձնելը իրենց համար դուրս կգա, իրենց օրակարգից դուրս կգա։ Հիմա տեսակետ է, բայց ես չեմ կա, այստեղ գիտեք գլխավորը ոչ թե ոնց հանենք, որ ով լինի, այլ ոնց հանենք, որ ի վերջո Գյումրին Հայաստանի երկրորդ քաղաքն է, ոնց հանենք, որ Գյումրին սկսի շնչելը։ Երբ որ գիտեք, մի քանի փողոց կա, էքսկուրսիոն փողոցներ կան, այո, որտեղ մարդիկ գնում են, ասում են, վայ, այս ինչ սիրուն է, այս ինչ լավն է, բայց երբ որ ինչ-որ ազգականի տուն են գնում կամ անկերոջ տուն են գնում, Գյումրիում տեսնում են Գյումրիում
Հայաստանի երկրորդ քաղաքում տենում են անասֆալտ ճանապարհներ կամ ասֆալտ այնպես քայքայված ճանապարհներ, որ դա գիտեք ցուցիչ է իրականում ինչ վիճակ է Հայաստանը, իրականում ինչ վիճակ է Հայաստանի երկրորդ քաղաքը եւ տարօրինակն է, որ այն մարդը, որը երկար տարիներ ղեկավարել է Գյումրին, համարձակություն է ունենում այդ ամենից հետո, ես այն մնացած այդ քրեական պատմությունները դեռ մի կողմ եմ դնում, հայտնվի ու ասի ես եկել եմ նորից ղեկավարեմ Գյումրին եւ այն ուժը, որը այս պատերազմի տարին հանած 21 թվականի կեսերից սկսած լիարժեք հնարավորություն ուներ ինչ-որ բան փոխելու, բայց էլի չի փոխել, որովհետեւ արդարացում ունեն, ասում են, գիտեք, մենք չէինք Գյումրիում, ինչ-որ դաշինք էր, էլի անհասկանալի դաշինք։ Եվ սա մեկ անգամ եւս այս պատմության ամենակարևորը, այս պատմությունը ինչի մասին է, որ ի վերջո մարդը քվեարկություն գնալիս կամ միջև քվեարկությունը այնպես պետք է ազդի քաղաքական ուժերի վրա, որ հարգեն Գյումրեցուն, Արարատցուն, Արտաշատցուն, Մեղրեցուն իրենց ներկայացրած ծրագրերով ու տեխնացուներով ի վերջո մարդը պիտի հասկանա, որ պիտի քվեարկի իր համար, իր քաղաքի համար եւ ոչ թե վստյուշի ընկեր ճուտի համար, ճուտի հորողբոր տղա մուկի համար, չգիտեմ մեխակի համար, այսինչ մականունավորների համար, ինչա իրանց համար կարող է մի քիչ ինչ-որ անձնականը իրանց ենթադրություններով լավ լինի։ Այս խնդիրն է, որից մենք պետք է դուրս գանք։ Իսկ դուք որ ձեր խոսքում ասացիք, որ Վարդան Ղուկասյանն անդրադառնալով, որ նորից ուզում է գալ, մոռացան գյումրեցիները արդյոք նախորդ նրա իշխանության տարիների պատմությունները եւ այլն, մոռացան, ինչու բավականին շատ ձայն ստացավ նա։ Չէ՞ որ բավականին հայտնի պատմություններ կային։ Դե հիմա ստացավ, հիմա ես վստահ եմ, որ այս Գյումրի ընտրությունները Հայաստանի ներքաղաքական եթե մի քիչ քաղաքական կյանք այդ ներքաղաքականի հետ որևէ կապ չունի, այսինքն Արցախի հետ որևէ կապ չունի, Արցախի ողբերգության հետ որևէ կապ չունի եւ որևէ կապ չունի, օրինակ հայ-ռուսական հարաբերությունների հետ որևէ կապ չունի։ Սա տիպիկ կենցաղային տխուր ընտրություններ էր։ Դրա վառ վկայություն է։ Այսինքն, այո, քաղաքականությունը այստեղ որևէ դերակատարում չի ունեցել։ Առաջնորդվել են նեղ անձնական եւ նեղ թիմային շահերով։ Այսքան բան, բայց այն ուժերն էլ, որ ծանր քայլի գնացին, այն ուժերը, որոնք ակնկալիք ունեն, որ իրենք հետագայում Հայաստանի քաղաքական դաշտում պիտի գործունեություն ծավալեն, որովհետեւ հանկարծ մի օր իրենց հարցնում են, կներեք, դուք այն ուժն եք, որը կոչեր անում Վարդան Ղուկասյանի շուրջ միավոր։ Այո, իսկապես, ու այստեղ իրենք պետք է արդարացումների մի հսկա պաշար գտնեն, թե ինչու են։ Իհարկե, ամենահեշտ արդարացումը է սա։ Մեր խնդիրն էր Գյումրին ազատել ՔՊ-ի իշխանությունից, բայց ծիծաղելին այն է, որ հա, բա ազատեցիք։ Ինչ է նշանակում Գյումրին ազատել ՔՊ-ի իշխանությունից։ Դուք բերեք, հա, Գյումրին քաղաքապետ չունի ՔՊ-ական, շատ լավ է, կարող եք տոնել, հաղթանակը նշել, բա ով է լինելու, դա կարևոր չի, ինձ ահաճախ են ասում, չէ, կարևոր չի, կարևորը ՔՊ-ն չլինի իշխանության, բայց ներողություն ես էլի եմ պնդում, որ իմ համար շատ կարևոր է, մանավանդ մենք այս մեր պատմությունը մոտ ապագայի պատմությունը նայելով պետք է հասկանանք, որ դա շատ կարևոր է։ Իրոք իմ համար եւ կարծում եմ բոլորի համար շատ կարևոր է, թե ով եթե ՔՊ-ն չի, ով է փոխարինելու ՔՊ-ին, ինչ մարդիկ, ինչ անցյալով, ապագայի ինչ տեսլականով, դա ամենակարևորն է։ Մեծ հաշվով փոխարինում էլ չկար ՔՊ-ին, որտեղ ՔՊ-ն չուներ քաղաքապետ մեծ հաշվով։ Ես դա ուզում եի ասել, հետո հասկացա, որ քաղաքային իշխանություն չունի։ Ի վերջո լայն ընդգրկուն հարց է սա, ամեն ինչ անենք, ՔՊ-ն չլինի, չէ, ես ուզում եմ, որ օրինակ դաշնակցությունը ամեն ինչ անի, որ ինքը գա իշխանության, դա ավելի ճիշտ կլինի ու ավելի ազնիվ կլինի, չէ, ոչ թե ասեն մեր նպատակը սա չլինելն է, չէ,
Իմ նպատակը իմ տեսած, իմ պատկերացրած ուժի Հայաստանում իշխանության լինելն է, որովհետև ես սիրում եմ իմ երկիրը, ուզում եմ իմ երկրի համար լավ լինի։ Ցանկացած մարդու համար, երբ որ ընտրում է իր տան ճարտարապետին, իր տան շինարարության աշխղեկին, իր համար միթե կարևորա որ էս ինչը չլինի, չէ, կարևորա թե ով կլինի, չէ։ Բայց եկեք երկրին է որպես մեր տան վերաբերվենք։ Եվ Վարդան Ղուկասյանի կողմնակիցները հայտարարում էին, որ եւ ընտրություններից առաջ եւ ընտրություններից հետո, որ ներքաղաքական իրադարձությունների փոփոխությունը կամ իշխանապահությունը Գյումրիից կսկսվի եւ արդեն սկսվել է։ Դա ինչ անդրադարձ կարող է ունենալ ընդամենը 1 տարի հետո ազգային ժողովի ընտրություններին։ Ոչ մի անդրադարձ չի կարող ունենալ։ Ես էլի ասեցի, որ Գյումրի հարցումները ցույց են տալիս, որ իշխող կուսակցության վարկանիշը բավականին նվազել է։ Իհարկե, բա պետքա նվազի իշխող կուսակցության կամ դաշինքի վարկանիշը միշտ էլ նվազում է։ Բայց ինչ կապ ուներ Գյումրիի ընտրությունները Հայաստանի քաղաքական ընտրությունների հետ, ոչ մի կապ չուներ, եւ դուք նշեցիք ինչ-որ սոցհարցումներ, չէ, Հայաստանը չի կարելի սոցհարցում անցկացնել, դա անիմաստ գործ է, որովհետեւ ինքը պատկերը երբեք չի ցույց տալիս, դա ով պատվիրում է հարցումը, այդ պատվիրատուի ճաշակին կամ ցանկությանը համապատասխան հարցում, դա մարդկանց վրա ազդելու միջոց է, այո, դա ընդունում եմ, կարելի է անել, նշել, որ այս ինչ մարդիկ այսքան տոկոս ունեն եւ հայ մարդը, որը ցավոք սրտի միշտ ուզում է հաղթող կողմի հետ լինել անկախ իր հայացքներից, ինքը մտածում է, որ դե լավ, դե որ էսի անցնող է, բեր ոչ թե սրան քվեարկեմ, այլ գնամ նրան։ Դա ազդում է, բայց Հայաստանում սոցիոլոգիական որևէ տեսակի հարցում չի կարող ցույց տալ, թե իրականում մարդը ինչ է մտածում եւ որ քաղաքական ուժը ինչ հեղինակություն ունի։ Բայց արձանագրում ենք, որ քաղաքական ուժը բնականաբար այն քաղաքական ուժը, որ այսօր ղեկավարում է երկիր, ունի ցածր վարկանիշ, բայց նաև գիտենք, որ բոլոր քաղաքական ուժերը ունեն ցածր վարկանիշ։ Հասկանալի մի շարք պատճառներով, բայց նաև հասկանալի է, որ Հայաստանում ընտրություններից 1, 2, 3 ամիս առաջ իրավիճակը այնպես է փոխվում, որ գոյություն չունեցող քաղաքական ուժը կարող է գալ եւ ստանալ, ասենք, 20 կամ 15% ձայն, մեղմ ասած։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ իշխող կուսակցության վարկանիշը բավականին ընկել է եւ այս պահի դրությամբ հավանաբար կարելի է հարցական համարել, թե նա կարողանա միաձայն իշխանության գալ, ավելի շուտ միգուցե հակառակը, եւ որքան էլ չցանկանանք համեմատել Գյումրիի ընտրության հետ, արդյունքները միգուցե եւ այդպեսին լինի, որտեղ որևէ ուժի վարկանիշը շատ բարձր չի, որ կարողանա իշխող կուսակցությունը դա շատ էլ նորմալ կլինի եւ եթե չլիներ հետ պատերազմյան շոկը 21 թվականին, ես կարծում եմ, որ քաղաքացիական պայմանագիրը այն ժամանակ 50% էլի չէր անցնի։ Բայց հիմա առավել եւս, որովհետեւ եթե ամենք անցել ենք խորհրդարանական համակարգին, ինչը իմ կարծիքով կոպիտ սխալ էր Հայաստանի նման երկրի համար, մենք պետք է պատրաստ լինենք, որ որևէ ուժ ինքը 50% երբեք չի անցնելու։ Դա եթե ժողովրդավարական երկրում ընտրություններով եւ որի մասնակցում է 10 եւ ավելի կուսակցություն ինչ-որ մեկը 50%-ը անցնում է, դա մտածելու տեղիք է տալիս արդեն մտածելու տեղիք է տալիս։ Ընտրություններին քիչ 1 տարի ժամանակ է մնացել, դուք պարոն Նազարյան կունենաք ցանկություն նորից ազգային ժողովի պատգամավոր դառնալու, չկա առայժմ որևէ քաղաքական ուժ, որին դուք միացել եք։ Չկա ուժ, անկեղծ եթե այդ հարցին պատասխանեմ։ Մտածում եք այդ ուղղությամբ ինչ եք անելու։ Մի օր մտածում եմ, որ քաղաքականության մեջ ոչինչ չեմ անելու, հաջորդ օրը մտածում եմ, չէ, ոնց որ չի կարելի ինչ-որ բան կիսատ թողել գնալ, եթե ուզում ես պետք է, մյուս օրը մտածում ես, որ ավելի լավ է գնաս, չգիտեմ, ուրիշ բանով զբաղվես։ Այս պահին հստակ ունեք առաջարկություններ ինչ-որ ուժերից։ Դե գիտեք, զրույցներ լինում է բնականաբար, բայց ինչ շրջանակներ են դրանք։ Դե տարբեր շրջան, ասեմ, շատ տարբեր, ծայրահեղորեն տարբեր շրջանակների հետ, տենց ընկերական, մտերմիկ, տենց այսպիսի զրույցներ են, բայց դա ընդհանրապես չէ, ոչ չեմ ունեցել, բայց գիտեք, հայաստանյան քաղաքական դաշտը
այնպեսին է, որ դեռ ցավոք սրտի 35 տարում այդպես էլ հստակ կայուն քաղաքական դաշտ չձևավորվեց, հստակ քաղաքական կողմնորոշում ունեցող ուժերից, նույնիսկ այն ուժերը, որոնք վաղուց խաղի մեջ են, կոպիտ ասած, իրենք էլ հստակ, իրենք չգիտեն, իրենք սոցիալիստ են, աջ են, աջ կենտրոնամետ են, ձախ են, ազգային են, համենատրության ուզում են, անկախ նրանից որ եւ մեկ այլ ուրիշ բաժանում էլ ըստ երևույթին կա հստակ աջ, ձախ, կենտրոնամետ, այդպեսին չէ, կա արտաքին կողմնորոշումների հստակ էդել չկա, ցավոք սրտի չկա։ Ցավոք սրտի։ Որտեղ լավ կլինի, որ ես իմանամ, որ ասենք այսինչ կուսակցությունը, անունը X կուսակցությունը, ասենք կենտրոնաասիականամետ է։ Մյուս կուսակցությունը իմանամ, որ իրանք Հայաստանի ապագան տեսնում են Նորվեգիայի հետ դաշինքում։ Չկա։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ չկա։ Այն դաշինքի, որին դուք մաս եք կազմել Ռոբերտ Քոչարյանի կողմից, նա համարվում է ռուսամետ քաղաքականություն, եւ դա ցույց է տալիս նաեւ Քոչարյանի հայտարարությունները նույնպես Ռուսաստանի վերաբերյալ, Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ չի կարելի ասել, որ Հայաստան խմբակցությունը ռուսամետ խմբակցություն է, չէ։ Հայաստան խմբակցությունը հայամետ խմբակցություն է։ Դա իր հերթին, բայց եթե հարցը վերաբերում է արտաքին կողմնորոշման, նրանք ավելի հակված են Ռուսաստանի, քան թե մոտեցման հարցը։ Նայած դուք ոնց եք մեկնաբանում։ Շատ լավ։ Իսկ ինչ է կատարվում հիմա մեր ներքաղաքական դաշտում, ընտրություններին ի վերջո պետք է արդեն քննարկումները սկսվեն, պետք է շարժումներ լինեն, ընդդիմության հզոր շարժումներ, եթե ուզում են իշխանությանը հեռացնեն, դուք ձեր համար կարելի ասել ճակատագրական դարձավ ձեր այն հայտարարությունը, որ Նիկոլ Փաշինյանին կամ իշխանություններին հեռացնելու օրակարգ գոյություն չունի։ Հիմա կա այդ օրակարգը, թե այն կարծիքին եք, որ գոյություն չունի։ Տեսեք, ասում եք քաղաքական դաշտ, լրատվական դաշտ, ցավոք սրտի վերնագիրը, որը չէր համապատասխանում իմ ասածին, դարձավ տարածված, որովհետև մարդիկ նայեցին, այդ թվում լրագրողները, քաղաքական ուժերը, այդ թվում իմ ընկերները, որ Գեգամ Նազարյանը ասել է, Հայաստան խմբակցությունը հեռացնելու օրակարգ չունի։ Կոնտեքստից կտրած ամբողջովին փոփոխված նախադասություն էր, բայց դա դարձավ քննարկման առարկա։ Այլ մեր խնդիրներից հիմնականը նաև դա է։ Ծուլանում ենք, ես նման հայտարարություն չէի արել։ Հիմա կանեք նման հայտարարություն կամ հիմա ինչ կարծիք եք Հայաստանի ընդդիմությունը տեսեք, մեր խնդրումը գիտեք որն է, որ մի քանի հոգի տանը նստած եւ իրականում նեղ անձնական շահեր հետապնդող կարողացան ազդել երկու խորհրդարանական խմբակցությունների դիրքորոշումների ու պահվածքի վրա։ Այդ դա է ամենացավալին, որ իրենց այդ Facebook-յան ֆեյքերով, իրենց դեմքերով կարողացան այնպես անել, որ այս մարդիկ սկսեն անել են ինչ-որ այդ Facebook-յան գրառումների տակ թաքնված պահանջներն են։ Ու դրանից սկսվեց ամենապարզ ճշմարտությունը մարդկանց վախենալ ասել, որ սիրելի հայրենակիցներ, այո, մենք պատրաստ ենք քվեարկել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օգտին, բայց մենք ունենք միասին վերցրած 36 կամ 37 ձայն, իսկ անհրաժեշտ է, ասենք հիմա չեմ հիշում կոնկրետ 57 թե 59 ձայն։ Դրա համար պետք է բոլորս միասին աշխատենք, որ քաղաքացիական պայմանագրի խմբակցությունից 20 թե 21 հոգի հասկանան, որ դա անհրաժեշտություն է եւ քվեարկեն։ Եվ դրա համար խորհրդարան մտնելը ընդհանրապես միջոց է, որ այդ 20-ին ավելի լավ համոզենք։ Այսինքն դա օրակարգում մնալ, բայց ասել, որ մենք եկել ենք խորհրդարան, որ հեռացնենք Նիկոլ Փաշինյանին, դա ճիշտ ձևակերպում չի։ Ճիշտ ձևակերպումը եւ իրականում օրինակ Հայաստան խմբակցության մտադրությունը հետեւյալն էր. մենք միջև խորհրդարան մտնելն էլ ուզում էինք, որ հեռացնենք Նիկոլ Փաշինյանին, հիմա եւս
դա անելու ենք եւ խորհրդարան մտնելը դրա հետ որևէ կապ չունի։ Պարոն Նազարյան, անկախ նրանից ցանկություն կա թե չկա, ցանկություն հավանաբար կա։ Կա գործողություն, օրակարգ, քայլեր, պայքար գործող իշխանություններին հեռացնելու։ Կամ արտահերթ կամ հերթական։ Ես իմ համար սա մեծ ցավ է, էլի, որ քաղաքական դաշտը, լրատվական դաշտը ինչ որ ասում է դուք գործողությունների պլան ունեք, այսինքն ինչ պլան պետք է մենք ունենանք Հայաստանի գործող իշխանությունը հեռացնելու համար, բացի այն պլանից, որ անդադար ժողովրդին ասենք, որ այս իշխանությունը այս հարցում, բացեն թող այս հարցում, սխալ են արել այս հարցում, որ գանք հասնենք մի կետի, որ Նիկոլ Փաշինյանը ասի, այս տղերքը ճիշտ են ասում, բեր ես հրաժարական տամ, կամ էլ հաջորդ ընտրությունների ժամանակ արդեն ժողովուրդը հասկանա, որ ով է եւ գնա քվեարկի։ Սա է ճիշտ է, հով մենք այս երկիրը մեր ձեռը կրակը չինք, անդադար ով գալիս է իշխանություն, ասում է ես հաջորդ օրը այն մյուսը ով չի եկել, ասում է ես դրան պետքա հեռացնեմ։ Հիշեք մեր կյանքը։ Հիշում ենք 92 թվականից սկսած օրակարգ դրեց Նիկոլ Փաշինյանը։ Ժորժ ջան, 92 թվականի պատերազմի ժամանակից սկսած Հայաստանում անդադար էր հեռացնենք գործող իշխանությանը, Էլով ասես եկավ, անունները արդեն մոռանում եմ, մենք ինչ-որ մեկը Իսպանիայից եկավ, ինչ-որ մեկը Ռուսաստանից եկավ, ինչ-որ անդադար այդ ժողովուրդն էլ ընկնում է հուզական բաների մեջ, որ էսա ու ապրում է, ինքը գործ չի անում, տանը գործ չի անում, ասում է էսա այս իշխանափոխությունը կլինի, նոր շամբունը կսարքեմ կամ կատվի համար կեր կառնեմ, ու այսպես մենք 35 տարի այս բանով ապրել ենք, դա վատ բան է, եկեք մարդկանց ճիշտ ասենք, որ սիրելի ընկերներ, կարևոր միջոցը ընտրություններն է, եթե ինչ-որ մեկը գալիս է իշխանությունը զավթում է ու փորձում է պահել, այդ ժամանակ արդեն դու իրավունք ունես գնաս դուրս գաս փողոց ու ասես որ ես այս խաղի կանոնին համաձայն չեմ եւ ոչ թե ծանոթ գտնես այդ իշխանությունը զավթած խմբի հետ ինչ որ ձևով գործ անելու համար։ Էսա իրականությունը այս կոմենտում չեն կարող։ Ինչու չհաջողվեց վերջին շարժումը, Վագրատ Գալստանյանի առաջնորդած շարժումը։ Ինչու չկարողացան նրանք հեռացնել իշխանություններին։ Ինչու չկարողացան հեռացնել։ Որտեւ իշխանությունը չցանկացավ հեռանալ։ Ընդամենը։ Ասենք ինչ պետք է աներ Բագրատ Սրբազանը։ Հավաքեց մի քանի օր հետչի պես 70,000 մարդ, հետչի պես։ Չափազանցեցնում։ Չէ։ Հանրապետության հրապարակում մայիսի 9-ին ես տեսել եմ 70,000 մարդ։ Առնվազն մայիսի 9-ին տեսել եմ։ Հաշվարկները շատ ավելի ցածր էին ցույց տալիս հրապարակվող հաշվարկները։ Գիտեք, կա բան, նկար, կա մակերես։ Նկարներով, մակերեսներով։ Դե հիմա կարող են առավոտը 4-ին նկարել, ասել այսքան մարդ է, հավաքեց Հայաստանում առավելագույն մարդ, որ կարա քաղաքական ակտիվ լինի։ Դա այլ հարց է, առավելագույնը հնարավորինս առավելագույնը մարդ, որը դժվար թե 70,000-ի։ Ես ասում եմ 70,000, դուք ասեք 40,000, որը էլի մեծ թիվ է։ 40-ը լավ մեծ թիվ, Հայաստանի այո։ բնակչությունը հաշվարկած եւ հայ մարդու մտածողությունը։ Եկան ասեցին, այս չի արել, այստեղ թերացել, այստեղ սենց արել, մենք էս ենք ուզում անենք, էս ենք ուզում եւ այլն։ Այդ 40,000-ը կամ 70,000-ը չկարողացան դառնալ 200,000, 400,000, 600,000։ Ինչու, որտեղ իշխանությունը չէր ուզում հեռանալ։ Իշխանությունը չէր ուզում հեռանալ, դա այլ հարց է, բայց ես ես հիշեցնեմ, որ ընդամենը երկու կողմ կա, չէ՞։ Այն մարդը, մի մարդ էլ կա տանը նստած, ասում է, գիտեք, ես հիմա ճիշտ չեմ համարում, որ ես էլի դժգոհ եմ Նիկոլ Փաշինյանից, բայց ես վստահ չեմ, այսովքեր են ուզում գան իշխանության։ Շատ հայտնիներ էին։ Շատ բարձր, շատ հայտնի էր։ Հայտնի չէր։ Ովքեր էին կանգնած Բագրատ Գալստանյանի կողքը։ Դուք հիշում եք։ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի աջակիցներն էին, նրանց Գիտեք, հրապարակում ով ասես կան, դուք գիտեիք, որ օրինակ հանկարծ մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը գար հրապարակ ու ասեր ես հրաժարական եմ տալի։ Դուք եւ որևէ մեկը հստակ գիտեր այդ նախարարների ցանկը, որոնք զբաղեցնելու են նախարարական պորտֆելները, ոչ մեկ չգիտեր, որևէ մեկը չգիտեր։
Մարդը կարևոր չէր, կարևորն այն էր, թե դες էլի ասում եք, չէ։ Դա կարևոր չի։ Նիկոլ Փաշինյանի ժամանակ էր, Կարևոր չի։ Հեղափոխություն եղավ, հրապարակում հավաքված մարդիկ չգիտեին ովքեր էին նախարարները։ Իհարկե չգիտեին, լավ էր, բայց ղեկավարը ուզում է դառնալ Նիկոլ Փաշինյանը։ Բայց դա ճիշտ էր։ Դա իրողություն էր։ Բայց մարդիկ փորձառություն են ձեռք բերում։ Ասում համար կարևոր է թե ովքեր են ղեկավարելու երկիրը։ Ոչ այնքան ով է լինելու վարչապետը երկրի, հա, ղեկավարը։ Գիտեք, կարևոր չի այդ մարդու այդ մարդը հայո կարևոր է ով է վարչապետը, բայց կարևոր է չէ ինքը ինչա ուր է տանում մեր երկիրը։ Ինչ է ուզում։ Ես ուզում եմ հասկանամ։ Եվ հետո ես ու իմ նման շատ մարդիկ հասկանում են, որ ցնցումներով իշխանափոխությունը երկրի համար առաջիկա 10 տարի համար բերելու է նոր ցնցումներ։ Եկեք մենք ես առաջարկում եմ սովորենք ընտրություններով իշխանություն փոխելը։ Եկեք ես առաջարկում եմ առաջնորդվենք ոչ թե նեղ անձնական նյութական ցանկություններով, այլ այս երկիրը սիրելու ցանկություններով։ Այսինքն ի վերջո նպատակը լինի երկրի համար մի լավ բան անելը եւ ոչ թե 5 տարի գալ եւ անձնական խնդիրներ լուծել։ Ում է կոչանում։ Բոլորին։ Քաղաքական ուժերին եւս։ Առաջին հերթին քաղաքական ուժերին նման նպատակ բոլորը։ Եթե նման նպատակ ունենային, Հայաստանը այսօր այս վիճակում չէր լինի։ Չունեին Սերժ Սարգսյանի, ՀԿ-ն չունե Ռոբերտ Քոչարյանի շուրջ հավաքված մի քանի ավելի շուտ սկսեք։ Ավելի շուտ սկսեք։ Նախկին բոլոր իշխանությունները, որոնք հիմա ցանկանում են։ Այո, որովհետև եղել են ռոմանտիկներ, այս երկիրը սիրողներ, բայց նրանց կողքին եղել են մարդիկ, որոնք փոխանակ երկրի խնդիրները լուծել են նեղ անձնական խնդիրներ։ Լուծել են։ Ասենք Գյումրիում կառուցվել է 500 շենք, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ռոբերտ Քոչարյանի ժամանակ նման ջանք գործադրվեց, բայց կառուցվել 1500-ը, եթե այդ թիմը լիներ ամբողջովին լավը եւ այս երկիրը սիրող մարդիկ։ Բայց այս ասма ունենք այն կոմերիտականները դարձան հրշականները դարձան երկրապահները դարձան հանրապետականներ, հետո հանրապետականների մի մասը դարձավ ԿՊԱ-ականներ։ Այն քաղաքական վերնախավը գնում ամենք իրան, բայց այն որ երկիրը ներսից ուտում, ամենք իրան չենք տեսնում։ Մենք իրանց վրա չենք սևեռվում, բայց ի վերջո ժամանակն է մի հատ թափ տանք մեզ, այդ ամեն ինչը տեսնենք չի։ Այս ներքաղաքական թեման ամփոփենք մի հարցով, ինչ եք սպասում ընտրություններին ընդառաջ կամ ընտրությունների ընթացքում, ինչ փոփոխություններ կարող են լինել, ինչն է իրատեսականս ձեզ։ Ցավոք սրտի ես տեսնում եմ, որ լինելու է Գյումրիի տիպի ընտրություն բազմաթիվ մասնակիցներով եւ անհասկանալի իրավիճակներով, որովհետեւ քաղաքական դաշտը պարակտված է, ձևավորված չի եւ ես չեմ տեսնում խոշոր միավորումներ, որ կլինեն հստակ միասնական դիրքորոշումով եւ կլինի էլի նույն հայտարարությունները, որ մեր համար դա գիտեք հեշտ է այդ հայտարարություններ անել ինքը ոչ մի պատասխանատվություն չի բերում, իմ համար կարևորը ԿՊ-ն չլինի իշխանության։ Իշխանափոխություն կլինի։ Իշխանափոխություն միշտ էլ լինում է ընտրություններից հետո։ Իսկ ընտրություններով այս անգամ էլ միշտ լինում է, եթե նույնիսկ այդ քաղաքական ուժն է հաղթում, էլի դա իշխանափոխություն է, որտեղ իշխանությունը փոխվում է, ընտրությունների ժամանակ իշխանությունը փոխվում է։ Չէ, նկատի ունեմ գործող իշխանությունները կհեռան, չի կարող ասել։ Չի կարող ասել ու որևէ մեկը չի կարող ասել։ Շուտով 1 տարին կլրանա Կիրանցի հատվածում այդ սահմանազատման իրադարձությունից հետո հիմա որ հետահայաց նայում եք արդարացված էր դա ճիշտ էր դա ինչպես եք 1 տարի հեռավորությունից նայում տեսեք մի բան ասեմ օրինակ իմ ընկերների ծանոթներից մեկը տեսանյութ էր հրապարակել 2-3 օր առաջ անցնում երևի կամ նոյեմբերյան է գնում կամ Թբիլիսի է գնում անցնում է Իրանցով այդ ճանապարհի այդ հատվածը նկարում է եւ սոցիալական ցանցազետեղում ու այսպիսի արտահայտ
տխուր է։ Ես ուզում եմ հասկանամ, ինչն է մարդուն տխրեցնում։ Այդ ես պետք է տխուր լինեմ, որովհետև ես գիտեի, որ սահմանը պետքա ոչ թե այսպես անցնի, այլ այսպես ու այդպես ավելի ճիշտ կլիներ։ Բայց ինքը դա չգիտի։ Այդ մանրամասներին չի տիրապետում։ Միթե սահման ունենալը տխուր բան է։ Ես այդ չեմ հասկանում։ Որտեվ կարծիքներ կան, որ միակողմանի զիջում է։ Ինչն է միակողմանի զիջում։ Երբ որ այն ինչը սահմանազատումով քոնն է, աշխարհի կողմից ճանաչված, մնում է քոնը, ինչ որ քոնը չի, մնում է ուրիշինը, դա ինչ զիջում է։ Իհարկե, եթե ինձ ասեին կամ ասեին ոնց է, ես կասեի մի անգամից պետքա սկսվի Մեղրիից կամ նոյեմբերյան Վրաստան սահմանակետից ու հերթով, այս գծով գնանք հասնենք վերջը եւ ոչ թե հատվածական, բայց այդ հատվածականն էլ պատճառ ուներ, ինչու դա եղավ, որովհետեւ ադրբեջանական կողմը ասում էր, որ իմ ժողովրդին ես որ բացատրեմ հայաստանյան կողմը իրոք ուզում է խաղաղության, ինձ պատկանած բնակավայրերը խնդրում են վերադարձրեք ինձ օրինական սահմանազատման միջոցով։ Խնդրում եմ, նման քաղաքակիրթ։ Այո, այդպես քաղաքակիրթ դիմել են։ Նույն քաղաքակիրթ եղանակով որոշվեց, որ պետք է հյուսիսից դեր ասած Վրաստան նոյեմբերյան այդ հատվածից սահմանազատում անեն եւ իջնեն հարավը ողջ սահմանով, բայց որոշումը մնաց թղթի վրա, ինչու չշարունակվեց եւ մնաց միայն այդ Գիրանցի փոքր հատվածը։ Դե որովհետեւ եթե տեսնում եք, չէ իրանց ուզած այդ սահմանը ինչը որ ինչպես մենք ուրիշ ոչ թե մենք արեցինք սահմանազատում։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրին խաղաղության համաձայնագիրը, որը անվանում են խաղաղության համաձայնագիր։ Եվ դրանից հետո տեսակ ինչ եղավ։ Ադրբեջանը սկսեց ամեն օր հայտարարել, որ կրակոցներ կան։ Այսինքն Բաքուն պատրաստ չի այդ խաղաղությանը։ Դա արդեն Բաքվի խնդիրն է։ Ու այստեղ մենք պետքա մտածենք, մտքում ունենանք, որ այսպես կարող ենք մենք առաջիկա տասնամյակները ապրել, երբ որ Բաքուն դեռ չի կարողանում կամ գտնել Հայաստանի հետ ինչ-որ մեծածավալ համաձայնագիր ստորագրել։ Կարող է դա տևի մի տարի, այս process-ը կարող է տևել 30 տարի, որովհետև ես անդադար ասել եմ, ելի եմ ասում, մի մոռացեք, որ Ադրբեջանը ղեկավարում է արևելյան մտածողության կրող մի մարդ, որը հավատում է եւ այդպես մտածում է, որ Հայաստանը 30 տարի Ադրբեջանին ստորացրել է։ Դա իրականում տենց այդպես չի եղել։ Մենք Ադրբեջանին ստորացնելու որևէ նպատակ չենք ունեցել եւ ընդամենը իրացրել ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, բայց իրանք այդպես են անցալում։ Հիմա ինքը մտածում ասում է, իսկ ես ինչի պետք է բավարարվեմ 5 տարով։ Պետք է 30 տարի իրանց անդադ վախացնեմ պատերազմի մասին ռազմաշունչ հայտարարություններով, կրակոցների մասին լուրերով, անհանգստություններով, ինչը կնպաստի Հայաստանից բնակչության հեռացմանը։ Ցավոք սրտի մեր որոշ բաներ, Facebook-յան ակտիվիստներ, լրատվամիջոցներ հավեսով այդ խաղին մասնակցում են, ինչի հետևանքով ինչ եք հապաղում եւ չեք ասում նաեւ քաղաքական ուժեր, չէ՞։ Քաղաքական ուժեր, այո, որոնց հետևանքով, գիտեք, մարդկանց 90%-ը այդ մեղմ եմ ասում 90, ինքը ոչ Facebook-ում գրառում է անում, ոչ քաղաքական կյանքին ակտիվ մասնակցում, ինքը ուղղակի կարդում է ուշադիր, լսում է ուշադիր, ու երբ որ տեսնում է, անդադ ասում են, երեք տեսա, ինչ-որ մեկը, որին անդադ հրավիրում են էս ու են ալիք, էլի ասում է, ես կարծում եմ Ադրբեջան 4 սողությունից այսպես կարձակվի Հայաստան վրա, այդ մարդը 5 տարի նույն արտահայտությունը անում է, բայց էլի իրեն հրավիրում են ու մեկը չի ասում, ընկեր, եթե դու տենց տաղանդ ես կամ տվյալների ես տիրապետում, տեղեր կան, կարող ես գնալ քո այդ մտահոգությունները կիսել, բայց ցավը գիտեք, որ նա իրեն լսում են, չէ, լսում են, մյուսին են լսում, իրենք իրերը թաքուն հավաքում են ու գնում են Հայաստանից, գնում են, այդ մասին ցավոք սրտի մենք մատների արանքով, հիմա ես գիտեմ, ինձ մեղադրելու են, ասում են ոնց, բա մենք չտեղեկացնենք ժողովրդին ինչ է իրան սպասում, ենթադրենք տեղեկացրիր,
Արդիկում մեկը տեղեկացավ, ինչ անելու այդ մարդը, հակաօդային պաշտպանության համակարգերա ձեռք բերելու, նոր գերժամանակակից զենքեր, չէ, այդ մարդը ընդամենը ասելու է, հնարավորություն ունեմ, ախպեր 2 երեխա ունեմ, եթե սենց են ասում, հույս չկա, եւ այդ հույսի մասին մենք մարդկանց սպանում ենք, չէ, մարդկանց սպանում ենք մենք, ես իմ այս մշտական խորը վշտով, որին վրա տարբեր ձև է ազդում ու անդրադառնում, ես եմ տարօրինակորեն մարդկանց ասում չի կարելի այդպես ապրել։ Մարդկանց սպանում ենք մենք, այդպես իրական սպանում ենք։ Ես չեմ ուզում հիմա մի հատ կոնկրետ օրինակ բերեմ, մի օր այդ մասին խոսալու եմ, բայց կոնկրետ մենք մարդկանց այս դաշտում մենք պետք է իմանանք, չէ, որ Ադրբեջանը ինչ տիպի երկիր է։ Մենք պետք է դա հասկանանք, լուր միշտ պատրաստ լինենք դրան, բայց լուր ապրենք։ Հիմա պատկերացնում եք Իսրայելի հեռուստատեսությունը, Facebook-յան ցանցերը անդադար գրեն, որ էսա Եգիպտոսը խփելու է, Հորդանանը խփելու է, Պաղեստինը խփելու է, Եմենը խփելու է, Իրանը խփելու է։ Չէ, իրանց մոտ ուրիշ դաշտ է, իրանց մոտ կյանքը ապրում են մարդիկ, օգնում են, որ Իսրայելի բնակչությունը ոչ թե նվազի, այլ ավելանա։ Դրա համար է մինչև հիմա այս պատերազմական անդադար իրադարձությունների մեջով Իսրայելում անդադար ներգաղթ է, տարօրինակ չի ձեր համար, անդադար ներգաղթ է Իսրայելում, արտահոսք չկա, Իսրայելը դեռ մի բան էլ ընտրում է, իրան թողի գա ապրելու, թե մեկին չթողի, բայց եկեք օրինակ վերցնենք, չենք վերցնում, ու նորից նույն բանը, տաշտակի առաջ նստած ենք, օրինակ, իշխանությունները օրինակ վերցնում են ձեզ, ինչ կարող են անել իշխանությունները, որ չեն անում։ Գիտեք, ես ասեմ, շատ բան կարան անեն, շատ բան կան արեն, բայց բոլորը ընկնում են ինչ-որ մեկի հորինած այդ կարուսելի մեջ, նստում ու պտտվում են։ Պտտվելուց մի բան հասկանում են, որ անիմաստ պտույտներ են կանում, այդ պտույտի տեղը կարելի է ինչ-որ բանել անել, բայց դե ինչ-որ միտեղ գրած է, որ պետք է այսօրը էս անենք, այն օրը էս անենք, այն օրը այն անենք, գցում են իրանց այդ բանի մեջ, պտույտի մեջ կարուսելի, ու մենք, ես ասում եմ, ոչ միայն հետ պատերազմյան տարիներն են կորած, մենք արդեն 5 տարին է, չէ՞ լրան։ Կլրանա շուտով, մի քանի ամսից։ 5 տարին։ 5 տարի մենք գիտեք, բայց հələ հետահայաց նայեք ինչով ենք զբաղված եղել։ Ինչով ենք զբաղված եւ ինչ կարող ենք անել։ Հիմա չասեմ, որովհետեւ կթվա պոպուլիստական հայտարարություններ, բայց ես ելի եմ ասում, նախ երկրի մթնոլորտը պետք է փոխված լիներ ամբողջովին։ Ինչպես։ Ով պետք է փոխեր։ Ինչ պետք է արվեր։ Ինչ պետք է արվեր։ Առաջինը պիտի խաղի կանոններ հստակ մշակվեին։ Ով կհասկանար լավ, ով չհասկանար, պիտի պարտադրվեր, որ հասկանար, որ պատերազմից հետո շատ նուրբ պիտի վարվենք ցանկացած ինֆորմացիայի հետ, որ պատերազմից հետո ցանկացած կոռուպցիա պետքա արժանանա եռակի, քառակի պատժի, որ պատերազմից հետո մենք պիտի գեր ջանքեր գործադրեինք, որ Հայաստանում տնտեսական կյանքը իրապես աշխուժանա եւ ոչ թե ասենք ջավախցիները գային գնային իրանց տատիկի տուն հետ գնային, դա գրեին որպես туриզմի աճ ու ներկայացնեինք, որ туриզմը աճել է։ Մենք պիտի դպրոցներում արմատական ռեֆորմա արդեն սկսած լինեինք։ Ես հասկանում եմ, էլի կասեմ, որ գիտեք, ես ենք արել, բան, չգիտեմ, 100 դպրոց ենք սարքել, պատը կարևոր չի։ Կարևորը ինչ ենք հիմա դպրոցի ներսում անում։ Առարկաները երեխեքը սովորում են, թե ինքնանպատակ լուրջ խնդիր է, այսօր այս հետ Ճապոնիան ինչ արեց։ Ճապոնիան ծանր պարտություն կրելուց հետո, գիտեք, ճապոնացիների համար հեշտ էր պարտվելը։ Չէ, մեզանից ավելի հզոր երկիր, հզոր կայսրություն ու պարտվում է ու խայտարակ բան է ստորագրում, կապիտուլյացիա է ստորագրում, բայց կայսրը դիմում է ժողովրդին մի շատ հրաշալի տեքստով, բայց մենակ տեքստը չէ, տեքստը կյանք դառավ, ասեցին յուրաքանչյուր գյուտ արտադրություն, այս կարգախոսը, դարձան աշխարհի ամենահզոր տնտեսություն ունեցող երկիրը։ Մենք այդ խնդիրները դնելու փոխարեն
հա դու սարի, հա էլի դու սարի, են էլ հա դա ախպեր, տենում ենք չի դուրս գալի, բան արեք։ Ինչ։ Ասեք դու էս պիտի անես։ Ուս ժողովրդին ասեք, տեսեք ինչ լավ բան ենք ասում, որ ինքը էս պիտի անի։ Ժորժ ջան, մի հատ հələ տենան կանում, թե չի անում։ Մենք էլ իրան օգնում ենք, որովհետև պատերազմ է, բայց չէ, մտանք մի դաշտ, որտեղ արտախորհրդարանական այսպես կոչված ուժերը անդադար ասում են, ոնց թե դուք եք քննարկում գյուղատնտեսության զարգացման հարցը։ Վայ, նկար, բանի հետ էս անունը չտամ էլի, որովհետև խեղճերին անունը տալիս ենք, էս ինչը բան է, եվրոնիստին էս ինչի կողքն է։ Այ ամոթ ձեզ, մեկ է սկսում են արդարանալ, բայ, գիտեք, միամիտ եմ սենց կանգնած եղենք, թակունա նկարել էսա։ Մենք 5 տարի էս խոսույթի մեջ ենք եղել։ Փոխանակ այս ժողովուրդը ընդդիմության ասի, լսի, դու քանի առաջարկ ես արել ինչ անելու կառավարության։ Հենց մի հատ ասա, էլի։ Ասում են մերժում են։ Չէ, իրականում եղել են առաջարկ, մարդիկ կան, այո, արել են, բայց թաքուն են անում, գիտեք ինչի։ Ընդդիմությունը թաքուն է։ Այո, ասեմ ինչի, այդ մարդիկ, այդ առաջարկները, որ չասեն համագործակցում են։ Ասում են թուրքերի հետ եք համագոր, բան, կոմպլեքսավորվում են մարդիկ, ամեն մեկը չի Գեգամ Նազարյան, որ կորցնելու բան չունենա, էլի։ Մարդկանց ես հասկանում եմ, մարդը գրում է լուրջ բաներ, ազգային ժողովում գրում, ընդունել են իշխանությունները։ Շատ եղել է, որ ընդունել են, բայց ավելի շատ էլ այդ թվում իմ կողմից առաջարկածները մերժել են։ Գիտեք ինչի են մերժում։ Ես իմ օրինակը բերեմ։ Ուրեմն ես առաջարկում եմ օրենք, գրում եմ 0-ից ներկայացնում եմ պատերազմ զոհվածների ընտանիքի անդամների սոցիալական աջակցության մասին։ Ինչ եմ անում։ Ընդամենը տարբեր գերատեսչությունների կողմից հավաքած ընդունած օրենքները մեկտեղում եմ միտեղ, մի քանի ավել առաջարկներ եմ անում, նախապես տարբեր գերատեսչությունների հետ հասկանալու դա իրատեսական է թե չէ, սիրուն մի բան եմ սարքում, որ մարդը հերոսի ծնողը մի օրենք վերցնի իմանա ինքը ինչ ունի իրավունք, ինչ չունի իրավունք։ Շատ պարզ բաներ։ Մերժում է կառավարությունը։ Առաջարկումա ձեռնպահ մնալ, հարցնել ներկայացնողը ազգային ժողովում ուղարկել էին իրավաբանական վարչությունից մի ինչ-որ աշխատակցի, որը եկել էր ու ասում էր, որ այդտեղ գրածները ինչ-որ ես առաջարկել եմ, անհիմն է եւ իրական այնինչ ինքը չգիտեր, որ այդ օրենքները գործում են, այդ որոշումները գործում են, ինքը եկել էր, կառավարության որոշումը հերքում էր, ասում էր, չի կարելի այդպիսի օրենքներով։ Այդ սենց այնքան լուրջ խնդիրներ կա, որի մասին չենք խոսում, մենք մենակ կենտրոնանում ենք այս հարցի վրա։ Նիկոլը հեռացավ, չհեռացավ, Նիկոլը հեռացավ, չհեռացավ, այն տղեն հարբած էր, թե հարբած չէր եւ այլն, բայց այնքան խորքային խնդիրներ կա, այնքան ես զարմանում եմ, էլի, մեր ժամանակ դուք եք կհիշեք, որ գնում էինք ասենք էկոնոմիկայի նախարարի ասուլիսին, այնքան որոշում ու գիրք էին կարդում, որ հանկարծ իր ասածը մենք բաց չթողենք ինչ ասում։ Հիմա այս մակերեսայնությունը ընդամենը ոնց որ քո ժամացույցը էս ինչ արժի, ոնց որ քո կոշի նայ, չէ, հեսա, այնա, այ էս ընդ որում սա մենակ Հայաստանի խնդիրը չի։ Ամբողջ աշխարհում ես նկատում եմ այդ անկում ա գնում, էլի։ Դուք ասացիք արցախցիներին աջակցության օրինագիծ եք ներկայացրել եւ արցախցիներին չէ։ Զոհված ընտանիքների ներողություն։ Հիմա արցախցիներին տրվող աջակցությունը ցանկանում է փոխել իշխանությունները, որոշ չափով կրճատել, որոշ չափով պահպանել կամ հավելումներ անել եւ գիտեք արցախցիները պայքարում են հիմա դրա դեմ, այդ պայքարը միգուցե ավելի իստորին մակարդակով սոցիալական նշանակություն ունի, բայց պայքարը ղեկավարները քաղաքական որոշակի նպատակներ ունեն, ինչպես է գնահատում եւ իշխանությունների այդ քայլը, որ կտրում են ամեն դեպքում այդ 40+10 հազարականները որոշ ընտանիքների դեպքում եւ ինչպես է գնահատում պայքարը, թե քաղաքական, թե սոցիալական մակարդակներում։ Ամենանուրբ բանին եք խփում, որ ինչ էլ ասենք, կարող են հասկանալ ոնց որ իրենց դեմ խոսալու։ Ես անդադ շփվում եմ արցախցիների, չեմ բարձրաձայնում այդ մասին, տարբեր խնդիրներով, արդեն երևի որոշ նախարարություններ ինձանից հոգնել են
որ այս կամ այն խնդիրների հարցերի համար դիմում եմ, բայց դա մեր գործն է, պիտի դիմենք, իրանց գործն էլ որ պետք է անեն։ Տեսեք, ամենամեծ խնդրեմը արցախցիները, որ խեղճ արցախցիները, որոնք դարձան այս մեր ապաշնորհության ու հակառակորդի անմարդկայնության զոհը, իրանք հիմա էլ են նույն վիճակում, իրանք էլի չեն թողում այդ մարդիկ հանդարտվեն, տեղավորվեն, ապրեն, աշխատեն։ Ովքեր չեն թողում։ Այն մարդիկ, որոնք մտածում են, որ արցախցիների խնդիրը կարող է լավ հարթակ հանդիսանալ իշխանությունների դեմ ճնշում գործադրելու համար։ Ընդդիմություն։ Ես բարձր, չէ, մենակ ընդդիմությունը չի։ Դա նաև իշխանությունն է։ Հասկանում եք, օգտագործենք արցախցիների հարցը քաղաքական դիվիդենդներ ստանալու համար։ Մեկը ասում է չեն անում, այն մեկն էլ ասում է էլ ինչ էիք ուզում որ անեմ։ Այդ մարդկանց իրական խնդիրներով շատ քիչ մարդիկ են զբաղվում։ Ես գիտեմ որ զբաղվողներ կան, բայց գլոբալ խնդիրը էսա։ Արցախցիներին մի խումբ մարդիկ կան, որոնք ստիպում են, որ չընդունեն Հայաստանի քաղաքացիություն։ Ովքեր։ Դե այն մարդիկ, ովքեր ազդեցություն ունեն այդ մարդկանց վրա։ Ընդ որում տարբեր պատճառաբանություններ բերելով, որ այ եթե դու ընդունես, ուրեմն էլ Արցախ չես կարող վերադառնալ։ Եթե ընդունես, ուրեմն քո Արցախի տան փոխհատուցումը դու չես կարող ստանալ։ Ինչ-որ տենց բաներով եւ ես հիմա թվեր չհրապարակեմ, բայց ցավը նա է, որ շատ քիչ թվով մարդիկ են ընդունել Հայաստանի քաղաք։ Մի մասն էլ, որ ինքը ասում է մենք սկզբունքորեն չենք ընդունում, որովհետև եթե մենք ունեինք Հայաստանի անձնագիր, ուրեմն մենք ունեինք Հայաստանի քաղաքացիություն։ Էլ ինչի է ինքը ինձ ստիպում։ Լավ, ենթադրենք բանը սխալ է, կառավարությունը սխալ է, սխալ որոշում են կայացրել։ Ախպեր, եթե քո համար դժվար չի, մի հատ գնա, ուրեմն ինչ որ մի պատճառ կա, որ դու նորից պիտի դիմես։ Ընդ որում արագացված տեմպերով են տալի այդ քաղաքացիությունը։ Եկեք մի հատ այդ մարդը եթե քաղաքացիություն չընդունի, ինքը չի կարող օգտվի նաև բնակարանային ապահովման ծրագրից, որը ամենալավը չի, բայց գոնե ինչ-որ քայլ է։ Իսկ ովքեր թույլ չեն տալիս ընդունել Հայաստանի։ Չգիտեմ, ես արցախցիների հետ շատ եմ խոսացել, իրանք ինձ ասում են, որ այդ խնդրեմը կա։ Իշխանական շրջանակներից են։ Չէ, դա արցախյան շրջանակն է, Արցախյան է։ Արցախի Արցախում հեղինակություն ունեցող մարդիկ, արցախցի հեղինակություն։ Դրանք իշխանական շրջանակներում են եղել։ Ես չգիտեմ, ես անուններ տեսեք չեմ տալիս, բայց այդ մարդիկ ինձ որ դիմում են, ասում են, բա ինձ չեն թողում, ինձ ասում են հանկարծ չընդունես, որ քաղաքացի դառնաս, բայց եթե որ ես չընդունեմ, ես այս ծրագրից չեմ կարող օգտվեմ, ես այս ծրագրից չեմ կարող ու խնդրի առաջ են կանում։ Ու մեծ մասը արցախցիների աշխատասեր տաղանդավոր մարդիկ են, 90% այդպիսին են, որտեղ ապրում եմ, այդ շենքում արցախցի ընտանիք կա, 6 տղա ունեն, եմ դպրոցականին հանած, են 5-ը արդեն աշխատում են, են որ ասում են գործ չկա բան, մի քանի երևանցի երեխեք սենց շենքի դեմը կանգնած են առավոտից, այդ արցախցի երեխեքը արդեն աշխատում են։ Այսինքն արցախցին աշխատող մարդը ինքը ուզում է տուն տեղ Ստեփանավանում գիտեմ որ տեղավորվել են, տնավորվել են, մարդկանց օգնեն, ես այս բնակարանային ապահովման ծրագիրը չեմ ողջունում, որովհետև ինքը խնդրահարույց է, իրական շատ խնդիրներ ունի, բայց խնդրեմը հիմա գիտեք որ նա ոչ թե այդ որ լավը չի, այլ այն որ մեծ մասը դեռ քաղաքացիություն չունի եւ չի կարող այդ ծրագրից օգտվի։ Ու սենց այն որ 40 պլյուս 10 բան չէ, կառավարությունը իր բանն է բերում, փաստարկներն է բերում, որ ինչի պետք է հանենք, դրա տեղը ինչա լինելու։ Բայց սենց այսպես որ սենց գնանք, մենք էլի ցավոք սրտի մեղքի տակ ենք ընկնում։ Մեղք ենք գործում այդ մարդկանց հանդեպ։ Արցախցիները մեր ասեմ, ընդհանուր մեր քաղաքական հաշվարկների, սխալների, քայլերի զոհն են։ Այս մարդիկ ոչ միայն տուն են կորցրել, այլ գերեզման են կորցրել։ Զրկված են իրանց
հերոս որդու, հերոս ամուսնու, իրանց սիրելի տատի պապի գերեզմանը այցելել։ Դա ողբերգություն է։ Մենք չենք մոռանում այդ մարդիկ ինչի մեջով են։ Մենք պիտի sense փայփայենք, գուրգուրենք, չգիտեմ, ամեն ինչ անենք այդ մարդկանց համար։ Բայց ես չեմ ընդունում, որ այդ մարդուն ինչ որ ինքը ինչ որ հետին նպատակներով իր վրա ազդեցություն ունենալու համար ասում է դու քաղաքացիություն մի ընդունի։ Լավ էլի։ Հարցը, իսկ ինչպես եք գնահատում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Ղարաբաղյան շարժումը չեն շարունակելու իրենք։ Էլի նենց հարց եք տալի, որ 3 ժամ, 4 ժամ պիտի խոսա։ 3 ժամ, 4 ժամ չէ։ Հիմա տխուր է այդ հայտարարությունը, որովհետև արձանագրում է մեր տխուր իրավիճակը։ Այն տխուր, որը մենք ստեղծել ենք մի իրականություն, ապրում ենք այդ իրականությունում եւ այդ իրականությունը մի նույնիսկ իրականություն էր թվում, բայց հիմա ես որ ասեմ, չէ, ինքը սխալ է ասում, մենք պետք է սկսենք Ղարաբաղյան շարժումը։ Ես ընդհանրապես կլինեմ պոպուլիստ, արկածախնդիր քաղաքական գործիչ։ Իսկ նաև դրա անցյալ այն հայտարարությունների իշխանությունների արդեն ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, որ արցախցիների վերադարձի ելք բառացի չեմ կարող ասել, բայց միտքը իրենք չեն տեսնում։ Ասма թող առաջինը քարնետին վրայի մարդը, ով էս պահին տեսնում է արցախցիների վերադարձը Արցախ։ Ես շատ արցախցին, շատ որ ասում եմ, իրոք շատ արցախցիների նույն հարցը տվել եմ։ Դուք պատրաստ եք վերադառնալ Արցախ։ 99.9% ասում է այո։ Ասում եմ, իսկ դուք գիտակցում եք, որ դուք պիտի դառնաք Ադրբեջանի քաղաքացի։ Ասում է, այդ դեպքում մենք կմնանք այստեղ ու այնտեղ չենք գնա, որովհետև մենք չենք ուզում տարբեր պատճառներով եւ հասկանալի պատճառներով լինել Ադրբեջանի քաղաքացի։ Հիմա այս իրողությունը ինչ որ մեկը կարա ջարդի, հա? Չէ, ես հիմա կարող եմ այսպիսի կերպարի մեջ մտնել, պատրաստվելով առաջիկա ընտրություններին, ասած իշխանությունները պարտավոր են օր առաջ ապահովել արցախցիների մուտքը Արցախ, դա նրանց պարտականությունն է, այս ինչ հայրենասեր տղա է Գեգամ Նազարյանը, բայց ես չեմ ուզում էլի խափեմ արցախցիներին, խի խափեմ, ինչի խափեմ, որ ասեն այս ինչ լավ պուպուշ մարդ է այս մարդը, չէ, չեմ ուզում խափ, բայց ցավը գիտեք որն է, որ այսօր ճիշտ խոսքը, ճիշտ խոսքի հեղինակը դառնում է թիրախ, հավաքվում են, ասում են տեսեք ինքը տականք է, Դավաճանը ասեց, որ արցախցիները չեն կարա, բայց խեք ասում բան է, արցախցիները վերադառնան Արցախ, եկեք ասենք կարսեցիները վերադառնան Կարս, վանեցիները վերադառնան Վան, նախիջևանցիները վերադառնան Նախիջևան, չգիտեմ, ղազախցիները վերադառնան Ղազախ, եկեք ասենք, մի հատ զզվելի խաղ սկսի, ադրբեջանցիներն ասեն, դե որ այդպես է, ուրեմն պետք է Մասիս, Վարդենիս, Ամասիա, ու սենց այս տարածաշրջանը սարքենք, ես ընդհակառակ ասում եմ, երկու կողմերին էլ Հայաստանի կառավարությանն է, Ադրբեջանի կառավարությունը, կորչ չեմ անում, ողջախոհությամբ, ի վերջո մի պահ պետք է կանգ առնենք ու ապրենք, որ այս մարդիկ մեր երեխեքը ապրեն։ Ես իմ կյանքը տվել եմ Արցախին։ Իրական 17 տարեկանից մտել եմ այս արցախյան շարժման մեջ, առողջությունս եմ քայքայել, կյանքս եմ վտանգել, մասնակցել եմ առաջին Արցախյանին, Աբգարից մասին անդադ չեմ ուզում ասեմ, բայց ես այսքանով հանդերձ այո պիտի ասեմ, մենք սենց, մենք նենց, հա լավ իրականությունը, բա ողջախոհությունը, բա իմ Աբգարը նաև իր ընկերների հետ զոհվեց, որովհետև մենք ապաշնոր քաղաքականություն ենք վարել, մենք մեզ կտրել ենք իրականությունից, մենք մեզ խաբել ենք, մեր ղեկավարները ասել են, լավ ես խին վրա այս ծանր պատասխանատվությունը վերցնեմ, թեև ինքը հասկացել է, որ ինչ է լինելու, բայց ասել է, լավ դե պատերազմ կլինի, կարևորը իմ երեխեն չի զոհվելու։ Դրանից ելնելով եք հայտարարում պարոն Նազարյան, որ
մի օր կասեք, միգուցե այսօր հենց այդ օրն է, որ միայն Նիկոլ Փաշինյանը չի մեղավոր։ Ես անուններով եմ ասելու, բայց 26 թվականի ընտրություններից հետո, որ հանկարծ որևէ ձևով չասեն Գեգամ Նազարյանը ընտրությունների վրա ուզում է ճնշում գործադրել։ Ես դա ասելու եմ 26 թվականից հետո, մանրամասնորեն եմ ասելու, ու ես գիտեմ, որ ին վրա էլի սևեռելու եմ այդ fake-ա, ես իմ ինչա, ինչ ուզում են գրեն, ինչ ուզում են ասեն, բայց սուտը, այս երկիրը քանդեց սուտը, կեղծիքը, պորոտախոսությունը, աշխարհից կտրված լինելը, այդ շատ բան մեզ խանգարեց, շատ բան խանգարեց, իսկ առաջինը խանգարեց այն սուտը, որին մենք հավատացինք, այն սուտը, որին մենք հավատացինք, որովհետև մենք այն սուտը, որ մենք ուժեղ ենք, որ մենք կարող ենք 5-6 բանակ հաղթել, բա ծանր սուտեր է, որի տակ մնացին շատերը, իրոք հավատում էին, մարդիկ կան, ես գիտեմ, անկեղծ լուրջ մարդիկ, պրոֆեսորներ, բանակի ներկայացուցիչներ, գիտնականներ, գրողներ, որ իրոք հավատում էին, որ մեր բանակը կարող է միասին վերցրած 4 բանակի հաղթել, կորել էր սթափությունը, այդ ծանր հետևանք ունեցավ մեր համար, բայց չասենք այդ մասին, թե այ հեշտ է, գիտեք, լավ է, ասենք Նիկոլն է մեղավոր ու շարունակեն 5 հեկա, այսինքն, եթե Նիկոլը չլներ այդ պահին Հայաստանի վարչապետը, Հայաստանը առնվազն հաղթելու էր, եթե առնվազն չհաղթեր եւ բարի կամք ցուցաբերեր, մնալու էր նույն իրավիճակը, հերթական ծանր սուտը, որով ուզում են ապրացնել մարդկանց, որ էլի արդեն սերունդ է գալի, գիտեք, երեխեք կան, որ 20 թվականին, 19 թվականին, 12-13 տարեկան էին, այդ երեխեք արդեն 18-19 են, արդեն լուրջ մարդիկ են, այդ երեխեքին թիրախավորելով, նոր ուզում են զոհեր սարքեն արդեն, որ այո, բան էլի, գիտեք, մարդու համար դժվար է ընդունել, որ ինքը պարտվել է, դա ծանր բան է, որ ընդունես, որ այո, ես պարտվել եմ, բայց միջև դու չընդունես, որ դու պարտվել ես, դու հայերտական հաղթանակին չես կարա գնաս, իսկ մենք այդ ուզում ենք բան անենք, այդ էլ անենք, ասենք չէ, միակ պատճառը, որ մենք պարտվել ենք, դա նա է, որ 20 թվականի սեպտեմբերի 27-ին Նիկոլը եղել է վարչապետ, ու մի կարևոր բան էլ, այն որ ասում են Նիկոլը դավաճան է, Նիկոլն էլ ասում է, իմ համար մեկը ասեն, թե չասեն, չգիտեմ, դժվար թե մեկը լինի, բայց ես այն ով ասում եմ Նիկոլը դավաճանը, ասում եմ ընկերներ, տղաներ, աղջիկներ, մի հատ եկեք կողմնորոշվեք, Նիկոլը խիա դավաճան։ Դավաճանա, որ մինչև սեպտեմբերի 27-ը չի կանխել պատերազմը, Ադրբեջանի հետ չի գնացել համաձայնության, դավաճանա, որ պատերազմից հետո չի հասկացել, որ վատ է իրավիճակը եւ կանգնեցրել, չի կանգնեցրել, թե դավաճանա, որ նոյեմբերի 9-ին է կանգնեցրել պատերազմը եւ չի շարունակել պատերազմը։ Մի հատ հասկանանք, որովհետեւ ամեն մեկը մի բան ասում, ու ես որպես ինք, ես դեռ այդպես հստակ չեմ հասկանում, իրանք ինչի համար են ասում։ Ես Նիկոլին գիտեմ ինչի համար եմ մեղադրել, ու էլի եմ ասում, ու ինքը մի անգամ ազգային ժողովում դա ընդունեց, մեր ոնց որ ասած հերակա բանավեճի շարունակությունը, ու ինձ թվում էր, որ իր այդ ասելուց հետո ժողովուրդը լցվելու է փողոց, ասի ոնց, բայց ոչ մի արձագանք, որովհետև դա որևէ մեկին ձեռք չէր տալի այդ թեման, սկսել քննարկել, որ կարող էին կանգնեցնել պատերազմը, չէին լինի զոհեր, բայց լինելու էր արդյունքը նույնը։ Բա այս հասարակությունով ուր ենք մենք գնում։ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ Ամեկ Պլյուսի տաղավարում էր ազգային ժողովի պատգամավոր Գեգամ Նազարյանը։